Վերջի շրջանի իրադարձությունները մտահոգվելու դեպք է տալիս եւ բարդացնում է մեզ նայել ճշմարտության աչքերին։ Մենք պահանջում ենք, դուք գիտեք, ժառանգության մոտեցումը Արցախի հարցին, մենք թե մերժում ենք մադրիդյան, թե կազանյան սկզբունքները, կարծում ենք, որ Արցախը արժանի է ճանաչման իր կայացման առաջի օրվանից եւ հիմա կարծում եմ, որ այդ պահն է, որ թե ռազմական, թե դիվանագիտական, թե ներհայկական տեսակետից պետք է ստատուս քո փոխվի։ Թշնամին փորձում է դա անել իր նախահարցակ մոտեցմամբ։ Դա եւս պատասխանատվության հարց է բարձրացում, թե ինչպես եղավ այդ աննախադեպ տարածական եւ հատկապես մարդկային կորուստը։ Եվ ուրեմն սա պատասխանատվության ժամն է բոլոր հայերի համար։ Եվ այդ ազգային միասնությունը, որի նկատմամբ առաջի քայլերը կատարվել են, պետք չէ միայն մագերեսային ռոմանտիկ մնան, դրանք պետք է ըստ էության լինեն։ Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը կարծեք խնդիր ունի ոչ թե Արցախի հետ, որևէ տարածքի հետ, այլ խնդիր ունի հայ ժողովրդի հետ։ Ուստի եւ միանշանակ է, որ այստեղ գոյա պահպանության խնդիր ենք մենք լուծում։ Ուստի եւ մեր ամբողջ միտքը պետք է ուղղված լինի այդ գոյապահպանության խնդրի լուծմանը։ Ես կարծում եմ, որ եւ ժառանգությունը եւս ունի այդ մոտեցումը, որ միասնությունը իսկապես պետք է առարկական լինի երկրում։